Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր իմ շատ սիրելի հետևորդներից մեկի Մարիամ Գևորգյանի բաղադրատոմսով պատրաստում ենք շատ համեղ փխրուն կարագում։ Տիկին Մարիամը խոհանոցում տասնյակ տարիների փորձ ունի։ Մեկնաբանությունների բաժնում միշտ կիսվում է իր իդեալական բաղադրատոմսերով եւ օգտակար խորհուրդներով։ Ձեզ շնորհակալություն նման հրաշալի բաղադրատոմս ներկայացնելու համար։ Դե ինչ ժամանակ չկորցնենք եւ սկսենք պատրաստել։ Կարագում խմորեղենը այս տարբերակով ստացվում է կատարյալ, շոկոլադի նուրբ ընդգծված համով։ Շերտերը արտահայտիչ ձևով երևում են, բեզեն խրխրթան է եւ անչափ համեղ։ Պատրաստման համար անհրաժեշտ է 2 բաժակ շաքարավազ, 2 բաժակ ընկույզ, 6 ձու, 300 գրամ կարագ, 150-ից 200 գրամ ցանկացած տեսակի ջեմ, 2 լիք ճաշի գթալ կակաո, 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ, 1 թեյի գթալ սոդա, քացախ եւ 4 բաժակ ալյուր։ Բարեկամներ, այս խմորեղենը հիշատակվում է ինչպես կարագում, այնպես էլ կարագուլ անուններով, իսկ դուք ինչպես եք անվանում, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Սկզբից առանձնացնում ենք 6 ձվի սպիտակուցները եւ դեղնուցները։ Դեղնուցները հարում ենք 1 բաժակ շաքարավազի հետ այնքան, մինչև ծավալը կրկնակի մեծանա եւ զանգված սպիտակի։ Ավելացնում ենք 300 գրամ հալեցրած կարագ։ Կարելի է օգտագործել ինչպես կարագ, այնպես էլ մարգարին, սակայն կարագով ավելի համեղ է ստացվում։ Կարագը կարելի է հալեցնել միկրոալիքային վառարանի մեջ կամ գոլորշու վրա, երբեք անմիջապես կրակի վրա մի դրեք, քանի որ դրանից խմորեղենի համը փոխվում է։ Հարած զանգվածի վրա ավելացնում ենք 1 լիք թեյի գթալ սոդա եւ 1 ճաշի գթալ խնձորի քացախ։ Կարելի է օգտագործել 4-ից մինչև 9% քացախ։ Քանի որ խմորեղենի մեջ կաթնամթերք չենք օգտագործում, այդ պատճառով սոդան պարտադիր այրում ենք քացախով, որպեսզի սոդայի արտահայտիչ համ չզգացվի։ Ավելացնում ենք բարձր տեսակի 4 բաժակ ալյուր։ Թանկագիններս բաժակի չափը 250 մլ է։ Կախված հավկիթների մեծությունից, ալյուրի որակից կարող է օգտագործվել 4-ից 4,5 բաժակ ալյուր։ Այս խմորը երկար հունցելու անհրաժեշտություն չկա, պետք է պարզապես հավաքել, քանի որ խմորի մեջ օգտագործվում է 300 գրամ կարագ, ստացվում է ձեռքերին չկպչող, փափուկ, փխրուն խմոր։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ խմորեղենների, տարատեսակ աղցանների, ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսեր։ Աշխատանքային սեղանի վրա մի փոքր ալյուր ենք տարածում, հավաքում եւ գնդում ենք խմորը։ Զգույշ եղեք, որպեսզի խմորը շատ ալյուրով չհագեցնեք, այդպես շերտերը չոր կստացվեն։ Պետք է ստացվի փշրվող, փափուկ ահանման խմոր։ Այս մեծ գունդը կշռում է 1200 գրամ։ Խմորը բաժանում ենք 1 մեծ եւ 2 փոքր հավասար գնդերի։ Ջեռոցի տապակի չափը 30-40 սմ է, ստացվում է բավականին մեծ թխվածք, որը կարելի է պատրաստել նաև տոն օրերին, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Փոքր գնդերից մեկը այսպես բացում ենք, վրան ավելացնում ենք 2 լիք ճաշի գթալ մուկ կակաո եւ այնքան ենք տրորում, մինչև ստանանք միատարր զանգված։ Որպեսզի հնարավոր լինի խմորը հեշտությամբ հասկացնել քերիչով, 2 փոքր գունդը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ եւ դնում ենք սառցախցիկ, թողնում ենք առնվազն 30 րոպե, մինչև գնդերը ամբողջությամբ քարանան։ Այդ ընթացքում մեծ գունդը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ կամ ծածկում ենք սրբիչով, որպեսզի երեսը կեղև չկապի եւ թողնում ենք հանգստանա։ Գնդերին այսպես երկարավուն ձև եմ տալիս, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի դրանց հետ աշխատել։ Իսկ հիմա պատրաստենք բեզե, որի համար մեզ անհրաժեշտ է 2 բաժակ ընկույզ։ Մարացնում ենք այնպես, որ ատամի տակ ընկույզի կտորները պարտադիր զգացվեն։ Ես օգտագործում եմ 2 բաժակ ընկույզ, կարելի է վերցնել նաև մեկը։ Կարելի է համերը համադրել եւ ավելացնել նուշ եւ պնդուկ։ Այս խմորեղենը շատ համեղ է ստացվում, երբ ընդեղենը առատ է լինում։
Առանձին տարայի մեջ հարում ենք 6 ձվի սպիտակուցը 1 բաժակ շաքարավազի հետ միասին, պետք է ստանանք կայուն բեզե։ Սպիտակուցը լավ հարելուց հետո քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը։ Ավելացնում ենք նաև 1 թեյ գդալ վանիլային շաքարավազ, որպեսզի բեզեի շերտը համեղ ստացվի և ձվի համը չզոքանա, և մարացրած ընկույզը։ Բարեկամներ, այս թխվածքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 2,5-ից 3 ժամ, թխելու ժամանակը ներառյալ։ Պետք է ստանանք այսպիսի կայուն զանգված։ Մի լավ խառնում ենք և մնում է շերտ-շերտ հավաքել խմորեղենը։ Մինչ մենք բոլոր բաղադրիչները նախապատրաստեցինք, այդ ընթացքում գնդերը սառան։ Այս անգամ կարակուլ ես պատրաստում եմ ծիրանի ջեմով, շատ համեղ է ստացվում նաև թզի, խնձորի ջեմով, վերցրեք այն, ինչ կա ձեռքի տակ։ Տապակի վրա յուղաթուղթ ենք դնում և խմորը այսպես ձեռքով հեշտությամբ տարածում ենք։ Կարող եք խմորը յուղաթղթի վրա գրտնակել, այնուհետև դնել տապակի մեջ, ընտրեք ձեզ համար ավելի հարմար տարբերակը։ Այնուհետև խմորի վրա համաչափ տարածում ենք ջեմը։ Ջեմի շերտի վրա քերում ենք շոկոլադե խմորը։ Եթե խմորը լավ է սառեցվել, 1-2 րոպե կպահանջվի այն քերիչով անցկացնելու համար։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով կարակուլ խմորեղեն պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Եթե անհարթություններ եք նկատում, կարող եք դանակի օգնությամբ հավասարեցնել։ Հաջորդ շերտը բեզեի շերտն է, այսպես գդալ-գդալ դնում ենք և համաչափ տարածում ենք։ Խորհուրդ կտամ ամբողջ զանգվածը միանգամից չավելացնել, այդպես դժվար կլինի աշխատել։ Վերջում քերում ենք սպիտակ գունդը և վերջ, կարելի է արդեն թխել։ Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը, թողնում ենք մինչև երեսը գեղեցիկ համաչափ կարմրի, թխվում է 25-ից 30 րոպեի ընթացքում։ Ջեռոցից հանելուց հետո թողնում ենք ամբողջությամբ սառի, վրանս ցանկության ավելացնում ենք շաքարի փոշի և մատուցում ենք, բարի ախորժակ։ Տիկին Մարիամին շնորհակալություն նման կատարյալ, հրաշալի բաղադրատոմս ներկայացնելու համար, իսկ հաջորդ բաղադրատոմսը կարող է նաև լինել ձերը։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։